խոստացակ Շուշիի Վերցնենք, դեօկուպացիա։ չէ, ձեր ժամանակից վերցնում եք պարոն Դանելյան, որտեվ Շուշիից եք խոսում։ Ուրեմն գալիս եմ իմ հարցին, սպասեք։ Խոսեք, նա դուք լրեք եղբայր, որ ես խոսում եմ։ Նախ, ես ձեր հետ չեմ խոսում, նախ։ Ուրեմն մի խանգարեք։ Ասում ձեր հետ չեմ խոսում, դուք լրեք։ Երբ որ ես ձեր հետ կխոսեմ, դուք խոսեք։ Կապված է հարցի հետ։ Ես գալիս եմ հարցի, որ ուշադիր լինեք եւ համբերատար լինեք, կլսեք, որ գալիս եմ հարցին։ Հիմա խոստացակ Շուշին դեօկուպացիա անելու համար արդյունքում Շուշին մնաց Ադրբեջանին։ Խոստացվեց, որ Մեղրի միջանցք չի լինելու, այսօր Մեղրիի միջանցք կա։ Հիմա խոստացել եք 8 տարվա մեջ 7 անգամ խոստացել եք մետրոպոլիտենի կառուցում, արդյունքում մետրոպոլիտենը չի կառուցվել։ Հիմա թույլ խոստացել եք կարմիր գծերը թանկացնելուց հետո Երևանի կենտրոնը կբեռնաթափվի, Երևանի կենտրոնը չի բեռնաթափվել։ Հիմա բերել եք մի նախագիծ, ես այդտեղ անդրադառնալու եմ սրա ֆինանսական մասին, բերել եք մի նախագիծ, որով միայն վերջի ուրեմն 7 հոգի, ես ավելի շասեմ, էլի, վաճառատնտեսական մասում 7 հոգու աշխատավարձ 286,000-230,000 դրամ աշխատավարձեր են կազմում։ Ես բարձր աշխատավարձերին դեմ չեմ, բայց եկեք այս աշխատավարձերը համեմատեք Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկ ձեռնարկություններում աշխատող մարդկանց աշխատավարձերին, օրինակ պոլիկլինիկաների աշխատողների, բժիշկների, բուժքույրերի կամ մանկապարտեզների աշխատողների խոհանոցում կլինի աշխատողը, թե դայակ դաստիարակ կլինեն, իրանց աշխատավարձերին համեմատեք, տեսեք, երկու եւ ավելի անգամ այս ցուցակով ավելի են ստանալու մարդիկ